Այդ մեր այդ պատերազմը, այդ կորուստները, որ ունեցանք, բոլորիս համար էլ շատ խորը կորուստ է եղել։ Կապ չունի, մենք ասենք Ամերիկայում ենք եղել, Ռուսաստանում, Եվրոպայում, թե Ղարաբաղում, թե Հայաստանում, դա բոլորիս կորուստն է եղել։ Ես ինքս շատ խորը դեպրեսիա տարա դրանից հետո, ու հետո տենց ինքս ինձ ոնց որ խոս տվեցի, որ կոտրվել, հա, այսինքն թևաթափվել նշանակում է վերջնական պարտություն, ու ինձ հավաքեցի, ոտի կանգնեցի, այդ ամեն ինչն էր, որ սկիզբ դրվեց էսի մարտնացման, ասենց ասա։ Գալազմի ժամանակ ես Հայաստանում եմ եղել, այդ ամեն ինչն այդ շատ մոտիկից ականատես եմ եղել, այդեն շատ ծանր ամիսներ ապրեցի։ Ինքս ինձ եկա հասա մի մտքի, որ ամենամեծ օգնությունը, եթե ես ուզում եմ կամ օգնեմ իմ ժողովրդին այդ գիտակցության այդ բարձրացման հետ կապված, էլի փորձեմ, ասենք, այս նույն արտնացումը մեկի ձեռքը բռնելով, մեկին ասենք խորհուրդներով, մեկին այս podcast-ի միջոցով, այս Zoom-երի միջոցով, ինչ-որ մի որոշակի օգուտ տալով իմ նուման ունենամ այդ ազգային, այդ համազգային այդ արտնացման, որովհետև ես այդտեղ տեսա այս բոլոր հարցերի լուծումը։ Այդ համազգային արտնացումից այն կողմ իմ համար ասենք ավելի կարևոր բան այսօր իմ կյանքում գոյություն չունի, հավատացեք, որովհետև բոլոր հարցերի լուծումը ես մենակ հենց դրա մեջ եմ տեսնում։ Այս պատիժը, որ հիմա մարդիկ կամ պատիժ են ընդունում, ինձ թվում է պետք է իրոք ընդունենք որպես ասած ազգային նվեր, փորձություն ու չնեղանանք, հա, մենք մեր աստծուց այս փորձության համար, այլ ընդհակառակը սրտապած ընդունենք այս փորձությունը, անցնենք դրա մեջով, ու ինձ թվում է մենք մեր այդ վերածնունդը կունենանք որպես ազգ անպայման։